Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Ալեքսանյան քիչ առաջ հայտնի դարձավ, որ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայրաթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։ Նկատենք, որ Տեր Թադեն նախորդին մասնակցել էր Հովանավանքում տեղի ունեցած պատարագի արարողությանը։ Դուք փոխկապակցություն տեսնում եք այս երկու իրադարձությունների միջև։ Մասնակցեց եւ հայտնվեց փաստորեն կարգապահական հարցերի հանձնաժողովի օրակարգում։ Իհարկե տեսնում եմ փոխկապակցություն, իմ համար խիստ տեսանելի է, որ կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը ամեն կերպ փորձում է կարճած մնալ այն սին ու ոչինչ չհիշացնող հույսից, թե ինքը կարող է շարունակել մնալ վեհարանում, այնինչ դա անիրատեսական մի բան է ու դա անհնարին մոտ բան է։ Ուզում եմ հիշեցնել մեր քաղաքացիներին, որ արդեն 2 շաբաթ է, ինչ նախկին հոգևորականներից մեկը հայտնել է, որ arczepiskoposներից Տեր Նաթանը ճեմարանում ըստ իրեն սիրահետել է պատանիներին, տղա պատանիներին, որոնք որ ուղղակի շորտ են հագել ըստ այդ նախկին հոգևորականի, կոմպլիմենտներ արել այդ տղաներին, ասել է ձեր ոտքերը ինձ գայթակղեցնում են եւ այլն եւ այլն, ու այս տղա պատանիներին սիրահետելու փաստը 2 շաբաթ է ինչ կա համացանցում, 2 շաբաթ է ինչ այս մեղադրանքը կա համացանցում, բայց ոչ մեկ Մայրաթոռից, ոչ մեկ կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանի կողմից այս հարցին ոչ մի մեկնաբանություն չի տվել, կարգապահական վարույթ չի հարուցվել, ոչինչ չի եղել, բայց Տեր Թադեն օրինակ միանգամից արժանացել է նրանց ուշադրությանը կարգապահական Ձայնագրության հետ կապված որևէ բան չեն արել, նշանակում է հիմք չէ, տեսեք նաև ինչ ձայնագրություն, որ Նաթանի հետ կապված, Նաթան Սրբազանի, որ հրապարակվեց Նաթան Սրբազանի հետ կապված ձայնագրության մասին չի խոսքը հայկական ժամանակում, խոսքը հայկական հանդեպ է Սրբազանի հետ կապված, մարդիկ խնդիր չեն տեսնում իրավապահները։ Ժողովուրդ ջան, այստեղ խոսքը նրա մասին է, որ այդ մարդը ճեմարանի տղա ուսանողներին ըստ հարցազրույց տված նախկին հոգևորականի գնացել է այդ տղաներին, տղա պատանիներին փորձել է գայթակղել, այսինքն սիրահետել։ Հաղորդում է, չէ՞ դա, եթե հրապարակավ այդպեսի բան, նշանակում է իրավապահները, որ ընթացք չեն տալիս, դուրս չեն մոտենում դրան։ Ես կոչ եմ անում իրավապահներին, որ անպայման գնան դրա հետքերով ու վարույթ հարուցեն սրա առումով, որտեղ մենք չենք կարող թույլ տանք, որ նմանատիպ մեղադրանքները օդում մնան, որտեղ դա անթույլատրելի է, ուղղակի հասկանում իրանք անպայման դրանով զբաղվեն։ Ես ուղղորդում եմ իրավապահներին, որ ցանկացած երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների մասին ցանկացած շշուկի հետևից միջև վերջ գնան, այդ թվում եւս մեկ։ Դուք հիմա արդեն մեղադրանք եք հնչեցնում։ Դուք Չէ, ես ասում եմ, դες մեղադրանքը հնչել, այս մեղադրանքը չի հասցեագրվել։ Ես չեմ ասում, այս մեղադրանքը ճիշտ ասում, ես ասում առնվազն իրան հարգող կառույցը, եթե Մայրաթոռը այդպեսին լիներ, ինքն իրան գոնե մի քիչ հարգեր Կտրիչ Ներսիսյանի կարգալույց կաթողիկոսի գլխավորությամբ, այս հարցով մի բան կստեղծեր, մի հատ այս հարցը կքններ։ Ես իրավապահների գործողություններից եմ ասում։ Իրավապահների գործողություններով ասում եմ, ցանկացած անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության մասին ցանկացած շշուկի հետևից պետք է գնան իրավապահները։ Տեր Թադեի նկատմամբ իրականացվող ձեր դիտարկման պարոն Ալեքսանյան ինչ է, հետապնդում է։ Ակնհայտ է, որ հետապնդում է, գերակնհայտ է դա ուղղակի, որ կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը փորձելու է գնալ բոլոր այն մարդկանց հետևից, ովքեր որ ուղղակի իր թրի տակով չեն անցնում։ Ուղղակի համաձայն չեն այն ողջ անբարոյականության ու պղծության ծավալին, որը արտադրում է ինքը ու իր շրջապատը մերձավոր։ Գուցե Նիկոլ Փաշինյանը դադարեցնի այդպես ցուցադրաբար պատարակների գնալ, որպեսզի քահանաները հերթով կարգալույց չարվեն։ Իսկ գուցե պարզապես քահանաներին կարգալուծության չակերտավոր կարգալուծության տանող ինչ որ ինքնաբերաբար կարգալույց եղած մեկը հեռանա վեհարանից ուղղակի, որպեսզի էլ այդ հարցին մենք չբախվենք այս միջև առհասարակ էլ, որտեղ պատկերացնում եք ինչքան աբսուրդ է, որ ուղղակի քահանաներին կարգալույց են փորձում անել այն բանի բերումով, որ նրանց մատուցած պատարակին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը։ Դա աբսուրդ է։ Սա այն մարդիկ են, որ օրինակ շատ հաճույքով ձեռք են սեղմել տարատեսակ հանցագործների հետ։ Շատ մեծ հաճույքով պատարակ են մատուցել նրանց առաջ, իդեպ լավ են արել։ Որովհետև քրիստոնեությունը այդ խտրականությունը չի դնում։ Քրիստոնեությունը քահանաներին չի ասում, այ գիտես ինչ դու ընտրի ում պատարակ մատուցես, ում չէ։
Պարոն Ալեքսանյան, տեսեք, երեք այդ պատարակի ժամանակ հավաքվել էին մարդիկ, որոնք կարծեք թե չգիտեին ուր էին եկել, նրանք ձեր աջակիցներ լրագրողներ նկատի ունեն։ Չէ, թույլ տվեք հարցս վերջացնեմ։ Մարդիկ, որոնք չգիտեք ուր էին եկել, իրենց խոսույթը լսեք, որպես լրագրող ինձ իրենք չեն թիրախավորել, հա, բայց օրինակ ես լսել եմ մյուս գործընկերներիս մասին ինչեր են ասում, նույնիսկ սովորական քաղաքացիների մասին ինչ էին ասում, երբ որ ասենց փոքր տարբերվող կարծիք էին, հա, տարբերվող կարծիք էին ասում եւ շշմելու էր էլի, դա եկեղեցու բակա քրիստոնեական արժեքների հետ ինչ կապ ունեն, գիտեն ուր են եկել։ Դուք այս վիճակը ինչպես եք մեկնաբանում։ Ես չգիտեմ, նախ դուք կոնկրետում մասին եք խոսում։ Երկրորդ, ես կարծում եմ, որ ընդհանրացնել ընդհանրապես պետք չի։ Ցանկացած միտեղ, որտեղ կա 2 հոգուց ավել մարդ, այդտեղ արդեն կան շատ տարբեր մարդիկ, կարելի է դա այդպես ասել։ Իսկ միտեղ, որտեղ կան հազարավոր քաղաքացիներ, այդտեղ կան շատ ու շատ տարբեր մարդիկ։ Մարդիկ են, ովքեր եկել են պատարակի։ Կարող է լինեն մարդիկ, ովքեր հունից դուրս են եկել ու կա փաստ, որ օրինակ դեռ մարդ չկար Հովանավանքում, բայց հանդիմադիր լրագրողներից մեկը ձեր գործընկերը Անին Գևորգյան արդեն իսկ անոնս էր տվել լարված իրավիճակ Հովանավանքում։ Մտնում եմ լայվը նայում եմ, մարդ չկա, դատարկ փողոցներ են, փողոցում ինչ որ տենց ծտերի ճրվողյուններ լսվում անգամ, էլի որ իրար ճիշտ հասկանանք, այդ տիպի խաղաղություններ այդ բային Հովանավանքում արդեն գրել էր լարված իրավիճակ։ Հետո մի քիչ էլ անցավ, արդեն լայվը սկսեցի նայել, հասկացա թե խեր գրել լարված իրավիճակ, որտեվ պետքա լարեր ինքը դրանից հետո իրավիճակը։ Հետո մի քանի անգամ ինձ մոտեցավ, մի քանի անգամ այլ պաշտոնյաների եւ քաղաքացիների մոտեցավ։ Չէ, հասկանում եմ այլ բան եք հարցում, ես մի վարքյան էլի պարոն Կիրակոսյան, ես լսեցի, խնդրում եմ դուք էլ ինձ լսեք։ Հակի դուք այլ բանի մասին եք խոսում։ Չէ, այլ բանի մասին չեմ խոսում։ Հիմա օրինակ ես երկար արդեն կարելի ասել տարիների փորձ ունեմ Անի Գևորգյանի եւ այլ լրագրողների հետ շփման ու ինձ մի քիչ դժվար է հունից հանելը որպես այդպեսին, նույնիսկ երբ լրագրողը այդ ճեպազրույցը կամ հարցազրույցը վերահաց չի կարողանալու ձեզ հակադարձել ինչքանով է ճիշտ։ Ինքը երեք դրա տեղը հակադարձել է մի քանի ժամ, բայց երբ որ լրագրողը ճեպազրույցը կամ հարցազրույցը վերահացում մենախոսության, դուք տեսել եք առհասարակ այդ ժանրի, օրինակ տեսեք, դուք ինձ հարց եք տվել, միկրոֆոնը պահել եք ձեր մոտ, ձեզ հարցը հնչեցրել եք, միկրոֆոնը մեկնել եք ինձ ու թողում եք, որ ես պատասխանեմ հարցին։ Այդ լրագրողի մասնակցությամբ ճեպազրույցները կամ հարցազրույցները ունեն հետևյալ տեսք, ինքը լրագրողը միկրոֆոնը վերցնում է ու սկսում է խոսալ անդադար, երբ որ ինչ-որ մեկը ճեպազրույց կամ հարցազրույց է տալի։ Ու շատ անփորձ մարդիկ գուցե լարվեն այդ իրավիճակից, հատկապես հաշվի առնելով այն ամբողջ անտրամաբանական շրջանակը ու մնացածը, որ այդ լրագրողը արտասանում է։ Կան մարդիկ, որոնք այո, կարող են լարվել, հարգելի լրագրողներ, հասարակ քաղաքացիները այս մերպես այս փորձը չունեն լրագրողների հետ շփման ու տարաբնույթ լրագրողների հետ շփման, էլի։ Դրա համար պետք է մարդկանց էլ հասկանալով մոտենալ։ Լրագրողների հետ շփման, բայց իհարկե պետք չի լրագրողը հարցը տալիս է, քաղաքացին պատասխանում է, ինչ որ մի վտանգավոր բան մի ներկայացրեք լրագրողներիս հետ աշխատանքը, պարոն Ալեքսանյան, բայց այնուհանդերձ չի հաջողվում, հա, Նիկոլ Փաշինյանին իր սկսած ավարտին հասցնել, նա նշել էր սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ հավաք կլինի, հոգևոր մեծ հավաք կլինի Էջմիածնում, որը չեղավ։ Ժամկետները կարող են փոփոխվել, դրանից իրողությունը չի փոխվում։ Կտրիչ Ներսիսյանը արդեն Կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը արդեն մեկ ոտքով դուրս է վեհարանից։ Մեկ ոտքով։ Ակնհայտ է, դա ինքան տեսանելի է։ Վեհարանից դուրս է գալիս Ժողովուրդ ջան, ուղղակի, նայեք, քանի տասնյակ մարդ է ընդամենը մասնակցել իր գահակալության 26-րդ տարեդարձին նվիրված պատարակին։ Պարոն Ալեքսանյան, հավաքներին էլ երկու անգամ արդեն Հովանավանք է գնացել վարչապետը եւ ինչ փոքրաթիվ մարդիկ էլ նրա կոչով։ Ժողովուրդ ջան, դա մեր հավաքը չի, դա պատարակ է, ակնհայտ է, որ արդեն 2 կիրակի է, ինչ Հայաստանի ամենամարդաշատ պատարակը տեղի է ունենում Հովանավանքում։ Ու նաև ակնհայտ է, որ Մայր աթոռում Կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանի մասնակցությամբ տեղի ունեցողը այնքան սակավամարդ է, որ դա նույնիսկ չգիտեմ էլ ինչ է։ Ամոթել է ուղղակի անկեղծ։ Մարդիկ հատուկ հայտարարություն էին տվել, անոնս էին արել, ասել էին կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձին նվիրված, ասել էին, որ Սուրբ Մասունքներ են այդ օրը դուրս բերվել։ Եվ միևնույնն է դատարկ էր Մայր աթոռի բանը։ Պարոն Ալեքսանյան,